Ես այնքան բան գիտեմ, երեք որ դուք էլ չեք պատկերացնում։ Շատ բան գիտի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Սամվել Կարապետյանին պատկանող հեծի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին, բայց ստիպված է լռել մինչև նոյեմբերի 18-ը։ Ոչ չեմ կարող, չէ, դա այդպես չի։ Երբ 20 օրից ավարտվի վարչական վարույթը, Մեսրոպյանը վստահեցնում է, ինքն այդ ժամանակ կխոսի, հիմա շատ կաշկանդված է։ Վարույթը ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ եւ իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Իսկ հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կաշկանդվածություն չունի, երբ ամենօրյա գրառումներով հանրային կարծիք է ձևավորում, թե իրավական եւ ֆինանսական վակխանալի է եղել մինչ իր հետսում հայտնվելը։ Ռոմանոս Պետրոսյանը իր բոլոր հայտարարությունները, իր գործունեությունը բացառապես այս ամիսների ընթացքում կառուցել է որպես ժամանակավոր կառավարչի իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ես եմ նշանակել ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում եմ նշանակել ինչի։ Շուրջ 20 րոպե տևած ճեպազրույցում հանձնաժողովի նախագահ նախկին ՔՊԱ-ական Մեսրոպյանը պարբերաբար լարվում էր, երբ լրագրողները հիշեցնում էին, որ ըստ փորձագետների հեծի նկատմամբ այդ թվում վարչական վարույթի բացումը ամբողջությամբ տեղավորվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սկսած քաղաքական հետապնդման շրջանակներում։ Չէ, ջուրագրգիռ չեմ։ Մեսրոպյանը կտրուկ ավարտում է հարցազրույցը, երբ հարցնում ենք. արդար է, որ ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը Սամվել Կարապետյանին պատկանող հեծում 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Հեծի վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջն էր հայտնել հեծի ժամանակավոր կառավարչի աշխատավարձի չափը, Պետրոսյանը չէր հերքել։ Կարապետյանին պատկանող հեծի նկատմամբ վարչական վարույթի ավարտից հետո մի քանի ելք կա։ Նկատողություն ընկերությանը, տուժ տուգանք, լիցենզիայից զրկում, վարույթի կարճում։ Եթե հեծի նկատմամբ վարույթը կարճվի, ինչը նշանակում է չարաշահումներ չեն հայտնաբերել, Ռոմանոս Պետրոսյանը կգնա իրենց տուն։ Պարոն Պետրոսյան, Լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։ Կարեն Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։